Հայաստանում շրջանառությունից դուրս են բերվում երկրորդ սերնդի թղթադրամները։ Այս ստենդում հենց այդ դրամներն են։ 50 և 100 դրամանոց թղթադրամները շրջանառությունից հանվել են դեռ 2000-ականներին մետաղադրամների ներդրման ժամանակ։ Այժմ շրջանառությունից դուրս են բերվում ավելի բարձր անվանական արժեք ունեցող թղթադրամները՝ 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամանոցները։ Ի դեպ, Թամանյանի դիմանկարով 500 դրամանոցը շատ վաղուց այլևս շրջանառության մեջ չէ, սակայն պաշտոնապես նոր է հանվում։ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2026 թվականի ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում դրանք այլևս օրինական վճարամիջոց չեն համարվի։ Սա նշանակում է, որ ինչ-որ խանութում, եթե փորձեք վճարում կատարել այս թղթադրամներով, հնարավոր է, որ ձեզանից չվերցնեն այս թղթադրամները։ Սակայն պետք չի անհանգստանալ դրա համար, քանի որ այդ թղթադրամները պահպանում են իրենց արժեքը եւ առանց ժամկետային սահմանափակումների, առանց գումարային սահմանափակումների եւ անվճար կարգով կարող են փոխանակվել ինչպես կենտրոնական բանկում, այնպես էլ առևտրային բանկերի ցանկացած մասնաճյուղում։ Դեռևս 2017 թվականի նոյեմբերին գլխավոր դրամատունը հայտարարել էր, որ հին թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում կներդրվեն երրորդ սերնդի, այսինքն նոր թղթադրամները, իսկ հինը մաշվածության պատճառով այլևս պիտանի չի լինի։ Միջազգային փորձը նույնպես ասում է, որ զուգահեռ շրջանառությունը անվերջ տևել չի կարող, քանի որ զուգահեռ շրջանառությունը առաջացնում է որոշակի անհարմարություններ ինչպես սպառողների համար, այնպես էլ մեծ ծավալով կանխիկ դրամով աշխատող սուբյեկտների մոտ։ Այս պահը հարմար է այնքանով, որ արդեն հին նմուշի երկրորդ սերնդի թղթադրամների ծավալը շրջանառության մեջ հասել է որոշակի մինիմում ծավալների 7-ից 15%-ի սահմաններում կախված տարբեր անվանական արժեքի թղթադրամների։ Առաջիկա մեկ տարում շրջանառությունից դուրս բերվող թղթադրամների տեսակարար կշիռը ել ավելի կնվազի։ Կենտրոնական բանկի հաշվարկով մոտենալով 3-ից 4%-ի, քանի որ շրջանառության մեջ մնացած երկրորդ սերնդի թղթադրամները բավական մաշված են։ Դրանից հետո շրջանառության մեջ կմնան միայն երրորդ սերնդի թղթադրամները, որոնք տարբերվում են թե նյութի բարձր որակի և թե պաշտպանական հատկությունների առումով։ Թղթադրամները երկու կողմից պաշտպանված են, լամինացված են պոլիեստերի շատ բարակ շերտով։ Ինչ է դա մեզ տալիս։ Դա առաջին հերթին երկարացնում է թղթադրամի կյանքի տևողությունը։ Թղթադրամները երկար շրջանառելով մնում են ավելի մաքուր վիճակում, ավելի թարմ վիճակում։ Այս փոփոխության արդյունքում էապես կրճատվում են թղթադրամների տպագրության վրա ծախսվող գումարները, քանի որ թղթադրամների կյանքի տևողությունը էապես երկարում է։ Նոր սերնդի թղթադրամներն ունեն նաև ժամանակակից պաշտպանական նշաններ, որոնք հեշտությամբ ստուգվում են անգամ անզեն աչքով ու նույնիսկ շոշափելիս։ Դա դրամանենգության դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Թուղթը ինքը ունի իր յուրահատուկ զգացողությունը ձեռքերում, նույնիսկ փակ աչքերով շոշափելով կարելի է այն տարբերել սովորական թղթից, հատկապես եթե գործ ունենք կեղծ թղթադրամների հետ։ Եվ բացի դրանից տպագրության ընթացքում արդեն իսկ կիրառվել են ավելի ժամանակակից պաշտպանական հատկանիշներ, որոնք մի ակնթարթով ուղղակի կարելի է ստուգել քաղաքացիների կողմից, եւ դա էապես բարձրացրել է պաշտպանվածության մակարդակը։ Այսպիսով Հայաստանն աստիճանաբար հրաժեշտ է տալիս հին դրամին, անցնելով ավելի արդիական ու պաշտպանված տարբերակի։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, երկրորդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս բերման գործընթացը կլինի հարմարավետ, պարզ և մատչելի բոլորի համար, առանց քաղաքացիներին անհարմարություն պատճառելու։